Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր ուղարկելու համար, մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ։ 33 տարեկան եմ։ Կանոնավոր հարաբերություն կարելի ասել չկա։ Ամուսնացած չեմ։ Նորմալ է, որ լողանալուց ու լավ լվանալուց հետո ձեռնաշարժությամբ եմ զբաղվում, սպիտակ թաղանթ է հայտնվում գլխիկի վրա։ Ու ստացվում է, ոնց որ լվացած չլինեմ, կամ լինում է քնելուց առաջ լվանում եմ, առավոտ նույնն է, նորից կա, բայց քիչ։ Ինչ անել։ Ձեր գանգատից կարելի է եզրակացնել, որ առկա է խնդիր միզասեռական համակարգում, որը կարող է պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ բորբոքային գործընթացով, կամ չի էլ բացառվում սեռավարակով։ Պարզելու համար, թե ինչի հետ գործ ունենք, անհրաժեշտ է կատարել սեքսոլոգիական հետազոտություն, հանձնել համապատասխան անալիզներ, եւ դրանից հետո նոր հասկանալի կլինի, թե ինչի հետ գործ ունենք։ Ամեն դեպքում խնդիրը պարզելու համար նաեւ ցանկալի է հասկանալ, թե տեղի է ունեցել արդյոք չպաշտպանված սեռական հարաբերություն, թե ոչ, եւ նոր դրանից հետո արդեն կազմակերպել համապատասխան հետազոտությունները։ Չի բացառվում նաեւ, որ խնդիրը բավականին հին պատմություն ունենա եւ ժամանակի ընթացքում մնալով ձեզ անհանգստացնի եւ եթե չկարգավորվի, ապա կարող է այն ավելի ու ավելի խորանա, բերելով հետագա բարդությունների։ Կարդամ հաջորդ հարցը։ Եթե հարաբերության ժամանակ պատրվել է պահպանակը, սերմնաժայթքում տեղի չի ունեցել արգանդում, բայց զուգընկերոջ մոտ սերմնաժայթքում չի եղել, հնարավոր է հղիություն։ Հարգելի հարցատու, ինչպես եւ անդրադարձել ենք մեր տարբեր թողարկումներում, այս թողարկման ժամանակ եւս պետք է նշենք, որ սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցամուտքում, հեշտոցի ներսում կամ հեշտոցից դուրս, բայց ոչ արգանդում։ Ըստ երևույթին դուք շփոթվել եք հարցը ձևակերպելիս։ Այնուամենայնիվ նշեմ, որ հղիություն կարող է տեղի ունենալ, եթե սերմնաժայթքումը տեղի ունենա թեկուզ եւ հեշտոցամուտքի հատվածում, նախադռան հատվածում, որովհետև սերմնաբջիջները հայտնվելով այդ հատվածում շատ արագ վազելով անցնում են ներս եւ հասնում ձվաբջջին ու տեղի է ունենում հղիություն։ Հետևաբար բոլորովին տարբերություն չկա, թե սերմնաժայթքումը որտեղ է տեղի ունեցել, որովհետև հղիության համար շատ կարևոր է մի պայման՝ առողջ սերմնաբջիջ եւ առողջ ձվաբջիջ։ Իսկ տարածքը այս դեպքում խոչընդոտ չէ, հաշվի առնելով, որ սերմնաժայթքումը տեղի ունեցել հեշտոցամուտքում։ Կարդամ հաջորդ հարցը։ Շատ եմ խնդրում մի հարցով օգնեք։ Ընկերոջս ձախ ամորձին ուռել ու քարացել է, ահա որ ցավում է։ Խնդրում եմ խորհուրդ տվեք ինչ անի։ Նա 36 տարեկան է, ամսվա մեջ հարաբերություն ունենում ենք 4-ից 5 անգամ։ Սկզբում մեջքն էր ցավում, հետո սկսեց ամորձին ուռել եւ քարանալ։ Երկրորդ անգամ չի կարողանում հարաբերություն ունենալ։ Խնդրում եմ օգնեք։ Հարգելի հարցատու, ձեր նշված գանգատը բավականին լուրջ է եւ պահանջում է, որ շտապ դիմեք բժշկի։ Նախ պետք է պարտադիր անցնել հետազոտություն, խնդիրի բնույթը պարզելու համար։ Հնարավոր է լինի բորբոքում, չի բացառվում նաեւ սեռավարակ եւ հաշվի առնելով նաեւ նշված գանգատը, այն կարող է բավականին հին պատմություն ունենալ, որովհետեւ եթե նկատվում է ցավ, որը բերել է ամորձու չափերի մեծացման, ինչպես դուք եք նշում քարացման, ինչպես նաև մեջքացավի, հետևաբար մենք այստեղ գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է սեռական օրգաններում եւ տարածվելով բարձրացել դեպի վեր, առաջացնելով մեջքացավ։ Այսինքն մենք կարող է այս դեպքում գործ ունենանք եւ սեռական օրգանների խնդիրների սեռավարակների հետ եւ նաեւ դեպի վեր բարձրացող ցավային համախտանիշի, որը արտահայտվում է արդեն մեջքացավի տեսքով։ Չի բացառվում նաեւ, որ մեջքացավը առանձին պատճառներ էլ ունենա, սակայն միանշանակ ասել հնարավոր չէ եւ դրա համար պետք է անցկացնել սեքսոլոգիական հետազոտություն, հանձնել համապատասխան անալիզներ, ինչու՞ չէ նաեւ սոնոգրաֆիկ ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի շտապ պարզվի պատճառը եւ նշանակվի համապատասխան բուժում։ Եվ մյուս խորհուրդը, այս դեպքում զերծ մնացեք սեռական հարաբերություններից, որովհետև եթե պարզվի, որ ձեր զուգընկերոջ մոտ առկա է բորբոքային գործընթաց, հետևաբար նման դեպքում դուք եւս պետք է հետազոտվեք եւ նույնպես առանձին բուժվեք։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք ձեզ հուզող հարցերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը
եւ ժամանակին ստացեք ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Գտեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը եւ շնորհակալություն մեզ վստահելու համար։ Մեզ համար դա անչափ կարեւոր է։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Եղեք առողջ եւ երջանիկ։